Ողջույն բարեկամներ, 44-օրյա պատերազմից անցել է 5 տարի արդեն, եւ մենք այդ գործով ունեինք մեղադրյալներ, ոչ ստվար բանակ, 1-2 հոգի, եւ պարզվում է 3 տարի հետաքննությունից հետո մեղավորին, կարելի է ասել հիմնական մեղավորին, ազատ են արձակել, ուղարկել են տնային կալանքի։ Խնդրում եմ նայեք։ 3 տարի 2 ամիս կալանքի տակ պահելուց հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնեմ, որ գեներալը կալանավորվել էր 2 Հələ տեսեք ով է կանգնած Արայիկ Հարությունյանի կողքին։ Մտես փնտին հարցրեք դուք ինչ գործում եք այնտեղ։ Դու քաղաքապետարանը վաղը տեսնեք։ Հարցրեք, դու ինչ գործում եք այնտեղ։ Տղա ջան, դա Ադրբեջան է։ Ձեր համար Ինչ շորեր եք հակի եք գնացել եք կապիտություն եք անում, դուք ինչ գործում եք այդտեղ։ Էն էլ Արայիկի կողքը։ 2022-ի սեպտեմբերի 1-ին Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի նա չունենալով նման լիազորություն Արեգաբարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետևանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արզումանյանը չի ընդունում մեղադրանքը, այս տարիներին դատական նիստեր չեն կայացել։ 3 տարի 2 ամիս Ֆանտաստիկ։ Աստորը 3 տարի 2 ամիս պահել են բանտում, հարցաքննություն չի իրականացվել, բայց մարդուն 3 տարի 2 ամիս պահել են բանտում, ու մի ամբողջ դավաճանության մեծ պատերազմի մեջ քցել են դնել Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Տեղակալն է, պետը չի։ Տեղակալին 3 տարի 2 ամիս պահել են բանտում, մի ամբողջ պատերազմի պատասխանատվություն դրել են իր վրա, որպես մեղադրանք։ Են նա հարցակրն է 3 տարի 2 ամիս։ Հարց, ինչու։ Դու ինքներդ պատասխանեք ինչու։ Պատասխան 1։ Ինչ պետք է, ինքը որ իրեն որ հարցակրն կարող է բոլորի անունը տալ։ Որ ինքը կատարել է սրա, Ջալալի, Փաշինյան, Նիկոլի, Արայիկ Հարությունյանի եւ այլ բոլորի հրամանները։ Դա չեն հարցակրնում։ Դու չեք հարցակրնում, այս մարդն չէ 3 տարի 2 ամիս պահել։ Ու վերջին ուղարկում են տնային կալանքի։ Մյուս հարցը։ Բայց մարդը մեղադրանքը չի ընդունում, դուք չեք հարցակրնում։ Բա ով է պատասխանատու։ Թե ձեզ թվում է, որ դուք այս մասին չխոսացիք, մենք էլ մոռանալու ենք ինչ ա եղել մեր երկրի հետ։ Ես չեմ կարող որոշել որքանով է այ Միքայել Արզումանյանը մեղավոր։ Ես դա չեմ կարող որոշել։ Որովհետև ես մի բան եմ հասկանում, ես հրեշավոր դավաճանության մեջ, այս մասշտաբային դավաճանության մեջ մի հոգին, նույնիսկ 10 հոգին չէր կարող լինել կազմակերպիչ։ Կազմակերպիչների թիվը տասնյակների է, պատասխանատու հանցագործների թիվը։ Ընդ որում նաև սրա, որի մեջ հիմա կանգնած է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնեմ, որ գեներալը կալանավորվել էր 2 Սկսած սրանից։ Ինչ լանդեր։ Աննա Հակոբյանը բունկերում վերընկած է դա Թուրքիա, ինչ Ադրբեջանը դիժ գործ ուներ Ադրբեջանի տարածքում բունկերում նստած։ Այն էլ նկարում ես թե մենք գնացել ենք զինված էրատոր պորնիկների ջոկատով գնացել են երկիչ փրկելու։ Այ կապիկներ։ Դրա համար էլ Միքայել Արզումանյանի 3 տարի 2 ամիս պահել են բանտում չեն էլ հարցակրնել։ Որտե վախեցել են, բավարար հարցակրնեն, այս մարդը սկսի պատմել։ Այս արձանագրությունը ինչ անեն հետո։ Որպեսզի ոչ արձանագրություն լինի, ոչ էլ մտածեն այդ արձանագրությունները ոնց ոչնչացնել, չեն էլ հարցակրնել։ Պաստորեն, Հայաստանի քննչականը 3 տարի 2 ամիս լրիվ անմեղ մարդու պահել է բանտում։ Հիմա դուք իրավապահ մարմիններ եք, թե զալոժնիկ եք վերցել, գողացել եք այդ մարդուն, պահել եք բանտում հենց ինձ։ Ասա դուք եք հանցագործը, ոչ թե Միքայել Արզումանյանը։ Դուք ինչ իրավունք ունեք մարդուն զրկել ազատությունից 3 տարի 2 ամիս, առանց հարցակրնելու, առանց մեղադրանք ներկայացնելու։ Այս մարդը չի ընդունում, դուք չեք հարցակրնում, ու պահում եք բանտում։ Դուք որոշել եք ինչքան ինքը պետք է նստի։
նստի ոչ խոսի, թե նստի ոչ ցույց տա, այ ինքն էլ մեղավոր, մի հատ հրամաներ տվե նահանջի ու ամբողջ ճակատի գիծը փլվեց։ Ամբողջ պատերազմը փլվեց, պարտվեցին Նիկոլ Փաշինյանն էլ ստիպված մի հատ դավաճանական փաստաթուղթ ստորագրեց, որի արդյունքում փրկեց 35,000 մարդ։ Չնայած 25,000 էր, հետո դառավ 30, հետո 35,000, հա։ Իսկ ի՞նչ կապիտություն է։ Արձանագրենք ու գնանք առաջ, կոպեական, սա ձեր դատավճիռների մեջ է մատնում։ Հիշեք, մենք ոչ մի բան չենք մոռանում։ Անցամեն արձանագրում ենք ու անցնում ենք առաջ։ Հիմա անցնենք հաջորդին։ Թվում է թե նախատոնական կիրակի, հա, ինչ պետք է լինել արտասովոր կիրակի օրով, բայց ինչպես Ավետիք Իսահակյանն էր ասում, գիտեք, քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին։ Չեն քնում այդ մարդը։ Չեն քնում գիշեր ցերեկ աշխատում են։ Հիմա լսենք Արսեն Երկանյան։ Բաքվի լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Բաքվում բացվել է, մեջբերում եմ, Երևանի ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնը։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ թատրոնի մասն է խոսքը, առհասարակ այս ամենը ինչ է նշանակում։ Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ կառուցվել է նոր շենք այդ թատրոն կոչված երևույթի համար եւ այդ բացման արարողության ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարարը, Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպության նախագահը ելույթներում ընդգծել են, որ սա հերթական քայլն է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգը իրականություն դարձնելու ուղղությամբ։ Նրանք հավաստիացնում էին, որ Երևանի ադրբեջանական դրամատիկական թատրոնը մի օր կվերադառնա այնտեղ, որտեղ այն հիմնադրվել է, ակնարկելով հավանաբար Երևանը։ Իրականում այդ թատերախումբը որևէ իրական կապ չունի Երևանի հետ։ Նրանք պնդում են, թե իբր այն իրավաժառանգորդն է այն դրամատիկական թատրոնի, որը ժամանակին գործել է Երևանում, այդ Ջաբար Ջաբարլի անվան թատրոն կար Երևանում, եթե հիշես, իրականում որևէ հիմք չկա պնդելու, որ այս երկու թատերախմբերը ինչ-որ կապ ունեն իրար հետ։ Ավելին, Ադրբեջանում պնդում են, թե իբր ադրբեջանական թատրոնը Երևանում ստեղծվել է, հիմնադրվել է 143 տարի առաջ։ Իսկ իրականությունը այն է, որ այդ թատրոնը ստեղծվել է ոչ թե 1882 թվականին, ինչպես իրենք են պնդում, այլ 1928 թվականին խորհրդային Հայաստանի իշխանությունների հատուկ որոշմամբ։ Եվ իջեպ նշեմ, որ հայկական առաջի թատերախումբը Բաքվում հիմնադրվել է դեռևս 1870 թվականի փետրվարին Պետրոս Արսլանյանի կողմից, իսկ անցած դարի սկզբին Բաքվում գործում էր անգամ հայկական օպերային թատերախումբ, որը ստեղծել էր Արմենակ Ամիրաղյանը։ Ու եթե խորհրդային Հայաստանի իշխանությունները Երևանում ստեղծում էին ադրբեջանական թատրոն, ապա խորհրդային Ադրբեջանի իշխանությունները փակում էին Բաքվում գործած հայկական թատրոնը։ Այն դադարեց իր գոյություն ունենալ 49 թվականին, մինչդեռ Երևանում ադրբեջանական թատրոնը գործում էր մինչև 89 թվականը, որից հետո պարզապես հանդիսատես չունենալու հետևանքով այն փակվել էր։ Դե Ադրբեջանում իհարկե չեն հիշում այն ահռելի մեծ ներդրման մասին, որը հայերը ունեցել են Ադրբեջանում թատերական արվեստի զարգացման գործում։ Ու բավական է հիշել, որ օպերային թատրոնը հիմնադրել էին Մայիլյան եղբայրները։ Իմ ձերոց ես ասեմ, այն ժամանակ 20-ական թվականներին, եթե դրանք ինչ-որ բան էին ուզում խաղալ, դրանք խնդրում էին հայկական թատրոնից տարածք էին խնդրում հայկական թատրոնից ինչ-որ մի բան ներկայացնելու համար, որտեղ կանանց դերը խաղում էին տղամարդիկ։ Իրենք նույնիսկ կին դերասաններ չեն ունեցել կապիկները։ Իսկ այդ օպերային շքեղ շենքը կառուցել էր հայտնի հայ ճարտարապետ Նիկողայոս Բայևը։ Ինչքան հասկանում եմ, սա Ալիև Մի բան էլ ավելացնեմ, դրանք նույնիսկ կամպոզիտոր չեն ունեցել, սեփական, ազգային երաժշտություն չեն ունեցել։ Սովետի հրամանով ազգային օպերաներ են գրվել, հրամանով, վերցրել են մի կոմպոզիտոր Գլիերին, հրեա ծագումով, Պրոկոֆիևի դասատուներ եղել, գործուղել են հետամանած երկրներ, Միջին Ասիա եւ Ադրբեջան, որպեսզի իրենց համար ստեղծի
ազգային օպերա։ Դե Հայաստան ուղարկելու կարիք չկար, որտեղ Կոմիտաս կար, Չուխաջյան կար, Արմեն Տիգրանյան կար եւ իրան գտելու էին, հա, իրանց օպերաները։ Կոմիտասը անուշ ուներ դրանց։ Տիգրան Չուխաջյանը ուներ Արշակ Երկրորդ եւ Կարինեն եւ Տիգրանյանը անուշ։ Մի զարմացա, Կոմիտասն ունի անուշ, ուղղակի մեր մոտ դա չի մեմադրվել։ Ինչ որ է, Հայաստան ուղարկելու կարիք չկար։ Հայաստանը ուներ Սպենզիարան այն ժամանակ ուներ, որ ալմաստ ուներ դերս նաև։ Ինչ որ է, Սովետական միությունն է ստեղծել հրեաների ձեռով, հրեա կոմպոզիտորի ձեռով ադրբեջանցիների համար ազգային օպերա, եթե պես կարելի ասել ազգային։ Եվի այդ մեծ արշավի մի փոքր մասն է։ Այդպես էլ կա միայն 25 թվականի ընթացքում, որը դեռևս չի էլ ավարտվել, որից հետո պարզապես հանդիսատես չունենալու հետևանքով այն փակվել է։ Դե Ադրբեջանում իհարկե չեն հիշում այն ահռելի մեծ ներդրման մասին, որը հայերը ունեցել են Ադրբեջանում։ Քան հասկանում եմ, սա Ալիևի այդ մեծ արշավի մի փոքր մասն է։ Այդպես էլ կա միայն 25 թվականի ընթացքում, որը դեռևս չի էլ ավարտվել, Ադրբեջանում պետության կողմից ֆինանսավորվել է 51 նախագիծ, որը ուղղակի կապ է ունեցել այդ արևմտյան Ադրբեջանի առասպելի հետ, հա։ 51 նախագիծ։ 51 նախագիծ։ Իսկ Հայաստանում սա է։ Հայաստանում սա է։ Դե 51 նախագիծ Հայաստանը գրավելու վերաբերյալ։ Պետական մակարդակի Հայաստանում սա է։ Սատանիստն է սա։ Սատանիստ, սրանք միջև ալմունկներ արյան մեջ են։ Իրանք հասել են ինչ-որ, սրանք սատանիստների խմբակ է։ Ես ենք հարցնում։ Ալիևը հանձնարարել է այդ առասպելը տարածել բոլոր հնարավոր ասպարեզներում, լինի դա սպորտ, մշակույթ, գիտություն, կրոն, անգամ խոհանոց։ Վերջերս Բաքվում հրատարակվել է մի գիրք, որը կոչվում է Իռևանի Ադրբեջանի խոհանոց։ Նաև վերջերս Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպությունը հիմնադրել է իր ֆուտբոլային ակումբը, որը ինչպես իրենք են պնդում, ուշ-թե-շուտ պետք է վերադառնա եւ խաղա Հայաստանի ֆուտբոլային լիգայում։ Վերջերս Թուրքիայից Ադրբեջան էր հրավիրվել Թուրքիայի քաղաքացի Ոմն Ամիր Ալի Սարդարին, որին Բաքվում ներկայացրել էին որպես Իռևանի խանի ժառանգ եւ Բաքվում սոցցանցերում կոչեր էին հնչում թագադրել նրան եւ վերադարձնել Իռևան, ինչպես իրենք են ասում։ Զգում ես Նիկոլ, գայիդ վրա աչք կա, քո վրա խաղում են արդեն։ Դուք թրվռացեք։ Ձեր վրա աչք կա արդեն, ձեր վրա խան են բերում։ Ու վստահ եղեք, եթե այդ խանը նվերներով եկավ, ասեց Շաքարավազը էժան կլինի, եթե սինեմ խաղը, խանը, Նիկոլի հետևորդները տեղում ուրանալու են այս պիղծին, ասեն ապջան, մի վարկը, ինչ կապ ունի, ով է խանը, դե մենք արդեն մեկա սովորենք էլի, սաղ էլ նույն բանն են, էժան է լինելու Շաքարավազը, տվեք Նիկոլին փուրը, այրեք կրակների վրա, նա մեզ արդեն պետք չի։ Ինքը այդ անձնավորությունը պնդում է թե իբր Երևանի Այն ջելուց առաջինը այդ մասին խոսա լֆիկը։ Մանավանդ եթե Շաքարավազի բիզնեսը տա լֆիկին։ Ասի քեզ էժան Շաքարավազ եմ տալի։ Նիկոլին դրեք կրակների վրա մասսայական, թո այրեն, ասեն հարկ նոր խանին։ Տեսեք ոնց պատժվեց դևը։ Կասկած չունենաք, որ ըլնելու է։ Այսօր որ բենզինի լցողներին նայես, իրանք կգտնեն ձեր արդարացնեն։ Դու կասկած չունենաք։ Բազմաթիվ հայերից հրավերներ է ստանում Իռևան
Մանավանդ արդեն հայերի ծրավերների ունեն, ինչու ոչ։ Վերադառնալու։ Անցած տարվա ներողություն, այս տարվա մայիսին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ հիմնադրում է Երևանի Ղազիաթ։ Այդ պաշտոնում նշանակել է իր տեղակալ Բախտիար Ջաֆարովին, ով ժամանակին հայտնի էր դարձել դրանով, որ հայերի մասին գիրք էր գրել, որը շատ դիպուկ անվանում ունի։ Գիրքը կոչվում էր Թշնամու դեմքը։ Եվ մեկ ամիս առաջ այդ Ջաֆարովը հայտարարել է, մեջբերում եմ նրա խոսքերը, Երևանի Ղազիաթը հաջողությամբ իրականացնում է իր աշխատանքը, քայլեր են ձեռնարկվում Արևմտյան Ադրբեջանում կրոնական կենտրոններ հիմնադրելու ուղղությամբ։ Հավանաբար հենց այդ մարդիկ Կասկածում եք, եթե այդ կրոնական կենտրոնները սկսեն օգնություններ բաժանել, Նյու Յորքում շատ կտեսնեք այդպես։ Նյու Յորքում ամեն կիրակի ցանկացած եկեղեցու դեմ դուք կտեսնեք հերթ, մարդիկ հերթ են կանում մի իսես գծով։ Բոլոր եկեղեցիները այդ օրը չքավորների համար օգնություն են տալիս։ Մարդիկ հերթ են կանգնում, ինչու փաթեթներ են ստանում։ Վստահ եղեք, եթե հոգևոր կենտրոնները որոշեն Հայաստանը գրավել, ընդհանրապես իրաց պետք է այնտեղ ուտելիք բաժանել։ Կարակ, զեյթ, շաքարավազ, այն որ մարդիկ արդեն ի վիճակի չեն գնելու Հայաստանում։ Ու դուք կտեսնեք հերթը տեղ։ Հերթը, բենզինը կլսնեն էժան, կգան էժան շաքարավազը կառնեն, կգնան այնտեղ են հերթ կանեն, որ ձրի ուտելիք ստանան, Ղազիաթը պատրաստ է իր կամքով, իր նախաձեռնությամբ, շնորհակալություններով։ Չեք պատկերացնի։ Նիկոլի այս ամբողջ հետևորդները, այս ամբողջ հոտը այս ցիկլի մեջ է լինելու։ Էժան բենզին, էժան շաքարավազ, կերակուր, լֆիկի քավորությամբ։ Անհոգ եղեք գրզոնել մի բան կպոկի ստեղ, հայ։ Դրանք տեսնենք էլ ինչ են առաջարկում։ Էին վերջերս ապատեղեկատվություն տարածում այն մասին, թե իբր Հայաստանի անցած տարվա ներողություն, այս տարվա մայիսին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ հիմնադրում է Երևանի Ղազիաթ։ Այդ պաշտոնում նշանակել է իր տեղակալ Բախտիար Ջաֆարովին, ով ժամանակին հայտնի էր դարձել դրանով, որ հայերի մասին գիրք էր գրել, որը շատ դիպուկ անվանում ունի։ Գիրքը կոչվում էր Թշնամու դեմքը։ Եվ մեկ ամիս առաջ այդ Ջաֆարովը հայտարարել է, մեջբերում եմ նրա խոսքերը, Երևանի Ղազիաթը հաջողությամբ իրականացնում է իր աշխատանքը, քայլեր են ձեռնարկվում Արևմտյան Ադրբեջանում կրոնական կենտրոններ հիմնադրելու ուղղությամբ։ Հավանաբար հենց այդ մարդիկ էին վերջերս ապատեղեկատվություն տարածում այն մասին, թե իբր Հայաստանի կառավարությունը Թուրքիայի իշխանություններին խոստում է տվել Հայաստանում 10 մզկիթ բացելու։ Բայց ինչի է ապատեղեկատվություն, որ չկասկածում եք։ Եղել է միջև այսօր մի բան, որ իրանք ասեն ու չիրականանա։ Ամենաաբսուրդ բանն ինչ որ լսել ենք, Փաշինյան Նիկոլը մի օր, երկու օր հետո սկսել է դա իրականացնելու ասել։ Չեք զարմանում։ Վերաբերյալ։ Այսպիսով այս ամենը, այս ֆարսը, որը Բաքվում տեղի ունեցավ այդ թատրոնը բացելու հետ կապված, իսկապես արժի դիտարկել Ալիևի կողմից հռչակած արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձի այդ ռազմավարության ընդհանուր համատեքստում, որը որևէ կերպ չի կարող տեղավորվել այդ խաղաղ օրակարգի հետ, որը իբրև թե իրականացնում են Ադրբեջանի իշխանությունները։ Մի ասա արդյոք, ոնց թե իբրև թե իրականացնում է։ Դու հակառակ ես գնում ԿՊ-ի գծին, ոնց թե իբրև թե իրականացնում են։ Ադրբեջանցիները դրա մասին երբեք չեն խոսացել, ինչ քաղաքականություն։ Դրանք ասվում է ԿՊ-ի կողմից։ Ադրբեջանցիները երբեք դա մասին չեն խոսացել։ Իրենք բավականին անկեղծ են եւ ուղիղ։ Իրանք ասում են իրենք ինչ են անելու։ Խաղաղություն օրակարգը դա ԿՊ-ի հորինացնա, Ալիևը նման բան չի ասել։ Երբեք։ Հակառակ, ինքը դեռ պահանջներ է ներկայացնում օրեկա։ Այսօր մի տեսակ հակառակ ես գնում ԿՊ-ի բանին, գծին։ Էս է իրանց գիծը։ Ես ես նայելուց հիշեցի այս էպիզոդը։
շանսը։ Профессор, Несчастье какое. он еще танцует. Танцует. Տանցում է։ Նա դպարում։ Մի քանի շատ կարևոր դիտարկումներ, որ ազգի, որ ցեղի մասին է խոսքը։ Տարբեր ժողովուրդներ ասացածներ ունեն թուրքերի մասին։ Մեկը մեկից բնորոշիչ է։ Ու սա կարելի է թուրք բառի փոխարեն գրել օրինակ քպեական։ Սատանան շատ կերպարներ ունի, որոնցից մեկը թուրքական է, քպեական է։ Ասորական ասացվածն է։ Եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ուրեմն պատերազմ կլինի։ Ունական առած։ Նկատելի ասել քպն։ Եթե խաղաղության մասին է պատերազմ, անպայման։ Այնտեղ որտեղ քպն է, թուրքը ոտք դրել, խոտ չի աճում։ Բուլղարական առած։ Մարդիկ կառուցում են քպն թուրքերը, քանդում սերբական ասացվածք։ Հավը թրջուն չէ, քպն մարդ չի, թուրքը մարդ չի։ Ակաղաղը ձուտ չի ածի, թուրքն էլ մարդ չի դառնա։ Սա ռումինական ասացվածքն է։ Նույնը քպայական է, մասին կարելի ասել ակաղաղը ձուտ չի ածի, քպայական էլ մարդ չի դառնա։ Ավելի շուտ հավը կտրչի, քան թուրքը սիրել կսովորի։ Արաբական ասացվածք։ Անկոչ հյուրը թուրքի է նման, սա ռուսական ասացվածք է։ Այստեղ բացակայում է իրանական ասացվածքը թուրքերի մասին։ Էտերեզանգիրասը հիշում եմ։ Ըստ իրանցիների Աստված երկու գարշանք է ստեղծել։ Մեկ ճանճերի, մեկ թուրքին։ Նույնը կարելի ասել քպերի մասին։ Աստված երկու գարշանք է ստեղծել, մեկ ճանճերի, մեկ քպեականների։ Ոչինչ քպեականներ, որ ձեր եղբայրների մասին մեր հարևան բոլոր հին ժողովուրդները, տեսեք, բուլղարները, ասորիները, հույները, մեկը ուկրաինական է։ Սա ուկրաինական է, հավը թրջուն չէ, թուրքը մարդ չէ։ Նայեք, սա ուկրաինական է։ Փաստորեն ուրեմն ասորիները, հույները, բուլղարները, սերբերը, ուկրաինացիները, ռումինացիները, արաբները, ի վերջո, վերջինը ռուսականն էր։ Նայեք, անկոչյուրը թուրքի է նման, ռուսական եւ իրանցիները բոլորը շատ դիպուկ եւ նույն կոնցեպցիայի մեջ առանցնել ունեն թուրքերի մասին։ Ոչինչ քպեական։ Ոչինչ քպասիրող քպեականներ։ Ի վերջո ովքեր են քպեականները։ Նայեք, նախկին ԲՀԿ-ական ինչ դեմք ասես ունեցած Փաշինյան Նիկոլ եւ հանրապետական։ Սա է ԿՊ։ Սա այլասերվածների բազմագույն բազմաչարչար կոնգլոմերատ է կուսակցական կյանքով իրաց դավաճանական կեսարությունով։ Բարգավաճ, այս կողմից հանրապետական, մերսը նստածը Փաշինյան Նիկոլ, երկուսի ստեղծած թուրքական արտադրանք սենցած։ Դե այն դիմացը որ նայեք ովքեր են նստած, ու կտեսնեք օրինաց երկիր, նախկին դաշնակցական, էլի հանրապետական, բարգավաճ, ինչ ասես, երբևէ որ իշխանության մեջ եղել են, դրանց երից ճտերից ինչ ասես կտեսնես։ Ինչ է նշանակում քպեական, որը շատ դիպուկ համեմատվում է նույնական ասում է թուրքերը, սրանք են իրենց կեսագրությունները։ Միջև սրան անցնել ես ուզում եմ ասել, որ ես որ ասում եմ դուք քայլելու տեղ չեք ունենալու աշխարհում, փրկվելու տեղ չեք ունենալու։ Հա, բարձվում է ես երկու օրը Վիվարոյի Վիգենի եղբոր տղան կնոջ հետ եղել է Ֆրանսիայում։ Եվ կան քաղաքում ոչ ավել ոչ պակաս։ Եվ մի քանի հայ տղայք լավ կարգին ճանաչել են ով։ Եվ կնոջ աչքի առաջ ստորացել են
իհարկե չեն սպանել, բայց ինչ որ պետք է արել են հենց կնոջ աչքի առաջ։ Սա նախերգանքն է, տղաներ եւ աղջիկներ, նախերգանքը։ Ձեր վրա հələ բանը որս հայտարարված չի։ Բայց հետո լինելու է որ sense կնոպկով որսը հայտարարելու հələ կարող է դրամական պատկերներ լինի դրա համար, էլ ով կբերի ձեզ կենթանի կամ նկարներով կբերի հրապարակի որտեղ են ձեզ ինչ արել։ Լինելու է դուք փախնելու տեղ չեք ունենալու, այս աշխարհում տեղ չկա, անկյուն չկա, որ հայ չլինի։ Դուք փախնելու տեղ չեք լինելու։ Չեք ունենալու։ Ես լինելու եմ այնանցից մեկը, որ ցուցակով հետևելու է, հայտնաբերելու է դուք որտեղ եք ու ասելու է ձեր տեղը դուք որտեղ եք, որտեղի ակտիվ տղաները ձեզ ուղղակի գտնեն թեկուզ գետնի տակից, իսկ դուք գիտեք 100,000 հետևող աշխարհի բոլոր ծայրերից նստած նայում են։ Օրը գալու է sense ձեզ հաթաթ պինցետով գետնի տակից հանելու են, որ ադրբեջանցիներն ասում են, հայերին գետնի տակից առնետի նման պետք է հանեն ալմատախիլ անեն, որ ձեր օգնությամբ դա իրականացեցին, ձեզ նույն ձև աշխարհի բոլոր տեղերում բռնելու են, բայց հայերը եւ անեն ինչ որ պետք է։ Իսկ հիմա գանք Արաբաթին, Օմեգա գործակալին, որ ասում է, եթե մարդն օտար հատուկ ծառայությունների գործակալ է, ասենք հա ոչինչ, ինքը սրբազան է, սա ասում է մեկը, որ ինքնական ծառայությունների մատուցելու նամակ է գրել, բան է գրել, ռազագիր է գրել KGB-ին։ Ինքներ խոստովանել է, որ դա տենց է։ Մատ ուզում հարցնեմ, էլ ես տխմարին, այդ ո՞րն է հատուկ ծառայությունների գործակալ։ Ո՞ր է։ Ուր է այդ փաստաթուղթը։ Քո փաստաթղթի տակ քո ստորագրությունը կա։ Տղա։ Ուր է այդ բանը։ Սյուպիկի վրա կա Սաֆարյան։ Քո վրա կա, քո վրա քո ձեռագիրն է։ Վաղոտ ու վրա ուզում ես տանք։ Հիմա դու ինչից ես ներվում, որ դու միակը չես, եթե նույնիսկ դա ճիշտ է։ Եվ երկրորդ հարց, բայց տխմարներ, եթե հատուկ ծառայությունների գործակալը օտար երկրի, փաստորեն դուք հանցակից եք, ոչ եք ձերբակալել այսօր։ Բա չի չեք ձերբակալել։ Կարող է ինձ որ դուք չեք կարող ապացուցել, որ ձեր տպած էշությունը օրինական է, հա։ Փաստորեն դուք չեք կարող ապացուցել դատանում, որ ձեր տպած էշությունը օրինական է, բայց այդ էշության հիման վրա հայտարարություններ անում։ Մեկը, որը համագործակցությամբ հաստատված ստորագրել է KGB-ի հետ։ Էշի երկիրը, բառացի, ու շատ դիպուկ է։ Իրանց աջակիցների համար սա լուրջ հայտ է։ Լուրջ, բա Արադ Միրզոյանն ասել, Օմեգա գործակալը։ Բա Այսպեսի մի թշվառ կա Արթուր Սակունցանով, որը նեղված է, որ չեմ հասկանում, բյուջեից իրենց փողեր են նվիրաբերում։ Ասում խրախճանք ժանտախտի ժամանակ։ Ոնց։ Արթուր Սակունց։ Այնենք 100%-անոց օգտված են։ Դու չասեցի, որ 100% իդեալական, թափանցիկ, այս մարդիկ թափանցիկ աշխատող, թափանցիկ կուսակցություն է։ Չի կարող գիտես լինել այտենց տեղ թափանցիկ, կեղտեղ հանցագործ։ Սա քունց։ Կողմնորոշվի վերջո։ Որսես թե եք։ Ժամանակն է։ Ժամանակն է, տաճկը 10-ացել է արդեն։ Դու կողմնորոշվի էլի ով ես դու։ Սա առաջի դեպքը չի։ Ու առաջի հանցագործությունը չի, որ իրանք թույլ են տվել իրենց։ Ու չի կարող հանցագործը մեկել, արդար թափանցիկ ընտրություններ անցկացնել Վարշապատում։ Դուք հասկանում եք, որ ձեր խոսքը կարծիք է, կոպեկի արժեք չունի, նույնիսկ եթե ճիշտ եք ասում, որովհետև հաջորդ պահի դուք կարող նորից ստել։ ԿՊ պատգամավորը ասում էր վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ, լավորը ասում էր վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, ԿՊ պատգամավորը ասում էր վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ եւ դա ընդունեք ուղիղ սպառնալու։ Ինչի՞ մի հատ գործ չա։ Տեսեք, երբ որ պատասխանեք իմ աչքի առաջ կարմիր բերետավորները գյուղացիների խոշտանգել են, այդ թվում կանանց
երեխաներին հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին եւ այն ոսմա ձայն բարբարո անապատի։ Ես տեսել եմ ոնց են անչափահասին ծեծում, ես տեսել եմ ոնց են կնոջը ծեծում եւ այդ գործերը որևէ մի կերպ առաջ չի շարժվում, ոնց որ առաջ չի շարժվում մեր գործընկերոջը խոշտանգելը, ուրեմն մեր հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակի մոտ, երբ որ տասնյակ ոստիկաններ ազգային ժողովի падգամավորին ուղակի ծեծում եւ խոշտանգում էին։ Կարնիկ, բա եթե ձեր падգամավորական մանդատը ձեզ ծեծվելուց ու խոշտանգվելու չի փրկում, ինչի եք մնացել այդ ազգային ժողովին։ Ու ինչի եք բողոքում, որ դա ձեր հետ իրականանում է։ Եթե դուք համաձայն չեք այս կառավարության գործունեության հետ, մեթոդների հետ, ապա հրաժարվեք իրանց պահելից։ Հիմա քո սակունցի տարբերությունը ո՞րն է, Գառնիկ։ Ո՞րն է ձեր տարբերությունը։ Եթե դուք երկուսդ էլ սպասարկում եք նույն համակարգ, բողոքում եք, որ մեկը շանտախտի ժամանակ խնջույք է անում, մեկը բողոքում է, որ մեկ իրանց աջակցում եք, բայց մեր աչքի առաջ կինո երեխա են ծեծում։ Բա ի՞նչ պետք է անեն։ Դուք եք այդ իրավունքը տվել իրանց։ Ձեր բողոքելը ո՞րն է։ Սա ի՞նչ տարբերություն սրանց ու ԿՊ-ի մեջ։ Թքում է սերեսների չեն էլ ասում են անձև է գալիս, ասում են սրբում են, ասում են բան չի եղել։ Եվ ասում եմ, այդ մարդկանց սպառնում էին, որևէ մեկը մասնակցել, տասնյակ մարդկանց աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների պատճառով։ Ընտրովի արդարադատություն է իրականացում Հայաստանի Հանրապետությունում, որ ատելության խոսքի համար ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ դատվում են այդ մեղադրանքով ատելության խոսքի մեղադրանքով։ Իսկ իշխանական մեր իշխանական շրջանակները ինչքան էլ ատելության խոսք են ուղում արցախցիներին, մասնակիցներին, ծնողներին եւ այլ, ոչ մի գործ չկա։ Ինձ նշեք մեկ գործ, որ այդ գործով կոնկրետ անց ատելության խոսքի համար, երբ որ ատելության տեղատարափը հնչեցրել, այդ մարդը պատասխանատվության է, չեք գտնի մեկը, որովհետեւ չկա նման բան։ ԿՊ падգամավորը Հաստուն է տեղյակ է, որ այս մարդ չկա։ Տեղյակ է, որ իրենք անում են, այն ինչ ուզում են, այս չի որ ինքը տեղյակ չի։ Բայց պինդ գրկելը, 3 միլիոն դրամը քիչ չէ։ Ամսական ստաբիլ աշխատավարձ պլյուս իրենց լռության հեզաճկուն պահվածքի համար 3 միլիոն նվիրատություն նոր տարվա դեմ։ Գիտեք կատակա։ Բայց դրա համար չարժի բողոքել ու ոչ մի բան չանել։ Արդեն նույնիսկ ծիծաղելի չեք։ Քահանաներին հասկացանք, բայց Կճոյանների նմանները նրանք որևէ ձևի ակնկալություն չունեն։ Բայց ամեն դեպքում նրանք ինչ որ քայլ արել։ Ոտք ասում եք, Փաշինյան Նիկոլի Սիվիկն է գրում։ Սա մոռացել ես, որ քահանաներին հասկացանք, բայց Կճոյանների նմանները տեղ չունեն։ Քահանաներին հասկացանք, բայց Կճոյանների նմանները նրանք որևէ ձևի ակնկալություն չունեն։ Բայց ամեն դեպքում նրանք ինչ որ քայլ արել։ Ես հասկանում եմ, ինչ որ քայլ արեցին ինքնապաշտպանության վնասով։ Մյուսները լռում են։ Դե գիտեք ինչ կա, կան մարդիկ, որոնք շատ են խրված, չնայած Կճոյանից շատ խրված դժվար է լինի հանցագործ աշխարհի մեջ։ Սա դիվերսիա է, Փաշինյան Նիկոլ։ Դու չես տիրապետում իրավիճակին։ Սա դիվերսիա է քո նկատմամբ։ Քո ալիքը փաստորեն ասում է, որ Կճոյանից ավելի մեծ վտանգավոր կլինի դժվար թե գտնես։ Իսկ ի՞նչ է կատարվում։ Դու չես տիրապետում իրավիճակին փաստորեն։ Կամ էլ հնարավոր չի կոծկել ճշմարտությունը։ Ինչի մենակ Կճոյանին, էս ինչ պակաս Կճոյանը։ Կարգալույց Կոջուն Աբեղան Արմեն Առաքելյանը սկանդալի կենտրոնում։ Հիշեցնա կարգով ենք ասում։ Սա մի ամսվա հոծացա։ Անգել է, որ վստահված $29,000 և 2 կիլոգրամ արծաթը հափշտակել այս մարդը։ Եվ այս մարդու նկատմամբ ոչ մի վալյուր չի նախաձեռնում։ Բա
Եթե Նիկոլական ես, աղբեր կիլոներով ոսկի, ամեն ինչ կարաս հափշտակես, փողեր, օֆշորներ, գույք, դատական գործեր վրետ, բայց եթե դու Նիկոլական ես արդեն, ոչ, նույնիսկ քրեական գործ վրետ չի աղբեր, ու գարնիկը զարմանում է, գարնիկ, ես է զարմանում եմ, որ դուք զարմանում եք դեռ, չէ, ես էլ զարմանում եմ, գիտեք ինչի վրա, զարմանամ, թե չզարմանամ, որ դուք ինքնասիրություն չունեք, որ դուք կարող եք այսքան բան իմանալուց հետո շարունակել խոսալ, զարմանամ դրա վրա, թե չէ, երևի չէ արդեն, այդ չեմ զարմանում ձեր վրա, ծնենք, Աստված օգնական Սրբազան, մի քանի հարց կարելի է։ Սրբազան, պատարագները զերծվում են, վեհապատ Հայապետի անունը չի հնչում, մայրաթորից հայտում են, որ դա կանոնի խախտում է։ Ինչու է։ Մայրաթորից գնացեք հարցեք, բաժարները գնացեք։ Դուք միացեք եք։ Եվս հոգևորական եք, ձեզանից եմ քշում։ Արգիշտի Քերեմյանի հերն է, Արգիշտի Քերեմյանի հերն է, իրան կարելի է տղա ունենալ, կաթողիկոսին չէ, Ես տեսանում եմ մեկ կապված է տարբեր քննարկումներ կան, ինչպես կարծեքանք, ասում են ինչպես կարող է մասնակցել եկեղեցու նորոգման։ Փոշմանեց։ Ինչ ես ուզում։ Գնացեք խաղաղություն։ Մոլորված է, չգիտի դեմը նստի, թե դեմը նստի։ Այո։ Իրաց կարելի է։ Այ կաթողիկոսին չի կարելի, բայց լավա որ աղջիկ ունի։ 2025 թվականի նոյեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ սննդամթերքի գինը աճել է 3.8%-ով։ Հոկտեմբերի համեմատ նոյեմբերի գնաճը կազմել է 1.3%։ Այս տարվա նոյեմբերի նախորդ տարվա նոյեմբերի համեմատ հաճարի գինը աճել է 2.7%-ով։ Հացինը 3%-ով, ալյուրինը 4.8%-ով, հնդկացորենինը 7.9%-ով, մակարոնեղենինը 8.8%-ով, բոլորինը 9.2%-ով։ Թռչնամասի գինը 2025 թվականի նոյեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ աճել է 1.8%-ով։ Սավարի խոզի գառան մսի գինը 4.2, 9.9 եւ 13.5%-ով։ Ըստ տնտեսագետների Հայաստանում, մասնավորապես Երևանում սննդամթերքի գինը ավելի թանկ է, քան Մոսկվայում, Միսկում, ԵԱՏՄ այլ երկրներում, Վրաստանում, կարելի ասել նույնիսկ տարածաշրջանում։ Ընդհանուր առմամբ սննդամթերքի գնաճը այս տարվա 11 ամիսների հաշվարկով կազմում է մոտ 5.2%։ Սա մտահոգիչ է այն տեսանկյունից, որովհետև այս տարվա ընթացքում մենք նպաստների, օրինակ թոշակների ավելացում չենք ունեցել եւ այս մարդկանց թոշակը անցած տարվա կարող էին նրանք ավելի շատ ապրանքներ գնել այդ թոշակով, քան այս տարվա այդ նույն թոշակով, այսինքն իրենց մոտ կենսամակարդակի էական վատթարացում է գրանցվել։ Մեր տարածաշրջանում ամենաթանկը հենց Երևան քաղաքն է, նույնիսկ պահ կար 2022 թվականի կեշտերից մինչև 23 թվականի մեջտեղը, երբ որ ըստ նույնբեյո հարթակի տվյալների Երևանում ավելի թանկ էր ապրել, քան նույնիսկ Մոսկվայում։ Այս պահին, եթե Մոսկվան հանենք, մեր տարածաշրջանում ամենաթանկ պետությունը հենց Երևանն է, եւ դա իրականում հասարակ քաղաքացիները զգում են, որովհետև պետության կողմից ներկայացված ցուցանիշները, ներկայացված միջին աշխատավարձի ցուցանիշը, իրականությունը չի ցույց տալիս այնքանը, որտեղ միջին աշխատավարձը ու միջին մարդու աշխատավարձը տարբեր բաներ են։ Բայց դա ում է հետաքրքիր։ Ում է հետաքրքիր։ Աղքատը պետք է աղքատ ապրի, կարևորը քպեականները լավ ապրեն, կարևորը քպեյամ մերձ ողմակը լավ ապրի։ Թե թոշակառուն կարող է թոշակով ապրի, թե չէ։ Այդ թոշակառուի պրոբլեմն է։ Նույնիսկ իրան այդ ավել 10,500 դրամներ, մեկը իր կյանքում դա ոչ մի բան չի փոխել, հիշեք, թոշակառուներ ջան, վաղը որ կգնաք կմտածեք ում ձայն տակ, հիշեք ուղղակի էլի, որ դուք Փաշինյան Նիկոլի համար եք սոված կլինեք, կսառեք, ծառապ կլինեք,
Բեղ կունենաք, չեք ունենա, մի խոսքով դուք ընդհանրապես իրան հետաքրքիր չեք։ Չէ՞ որ ընդամենը 5 ամսից դու գնալու եք ինչ-որ մեկի ձայն տակ։ Չէ՞, գնալու եք, չէ։ Սա ձեր համար է։ Այս ամբողջը Փաշինյան Նիկոլին ճանում է, ձեր համար է, ձեր։ Հա, մեկ էլ վալորոտների համար, որ էժան բենզին քշի։ Էժան բենզին քշի։ Մեկ էլ ասենք դպրոցական երեխեքի համար, տեսեք ինչ անում է Սկսած կառավարությունը վերակազմավորել իրար է միացրել 13 դպրոց, թե ինչ են արել այդ դպրոցների 13 դպրոց իրար են միացել։ 13 դպրոց, ո՞նց։ շենքերը գնացինք պարզելու։ Արաքսիկ հարցնում են գյուղի դպրոցն աշխատում է, չէ, աշխատում է թե չէ գյուղի դպրոց։ Գյուղի դպրոցը Լոռու մարզի Գուգարք համայնքի Հովհաննես Շիրազի անվան դպրոցն է։ Չի աշխատում 2023 թվականից։ Այս դպրոցը ամբողջ գյուղին սպասարկել է։ Մեդալներ ա տվել, մարդիկ ա տվել, շատ շնորհալի մարդիկ, շատ հարցեր։ Բայց այս դպրոցը այսօր չի աշխատում, ինչ որ մեկի կամքով չի համապատասխանում, չգիտեմ ինչին։ Այս դպրոցը մինչև այդ համապատասխանել է, հիմի չի համապատասխանը։ Այս դպրոցն եմ ես ավարտել։ Ես այս դպրոցը վերջը ինքն էլ իմ դասընկերն ա եղել, ինքն էլ ա ավարտել։ Գյուղամեջ եմ բոլորը այս դպրոցն են ավարտել։ Ու ասենք ոչ մի չափանիշների հարց չի արել։ Բարից բուն իմաստով։ Դաժե հենց մի երեխեքը ստեղ, երեխեքը գալիս են ինչ որ այնտեղ հերիք չի անում, գալիս են ստեղ ինչ որ, չգիտեմ, ռոբոտաշինությունն է, ինչն է, ինչը։ Եթե այդ կարում են անեն։ Լավ, մի ուրիշ տեղից սկսեմ, ախր բերանս բացել մեկ տա էլի։ Հենց եմ ուզում իմանամ ես գյուղում ում համար է քվեարկել 21 թվականին եւ ում համար է պատրաստում քվեարկել 26 թվականին։ Փակում են դպրոցները։ Գյուղը ոչ ունենա դպրոց։ Այդ նշանակում է գյուղը պիտի դատարկվի։ Գյուղը առանց դպրոց դա դատարկվող գյուղ է։ Մեկ տա։ Էլ եմ կրկնում կանգուն դպրոցը մնում է։ Պատճառաբան են, ինչն է պատճառը։ Պատճառաբանում են են, դրանք չի համապատասխանում մեր ժողովրդի ոչ մի նորմատիվներին։ Այսինքն ինչքան էլ իրենք ասում են մենք դպրոց սարքող, մանկապարտեզ սարքող։ Հենց բան չկա։ Հորզարկ չկա էլի, լավ էլի։ 2018-ից սկսած կառավարությունը վերակազմավորել իրար է միացրել 13 դպրոց, թե ինչ են Բայց դպրոց, այդ դպրոց կլինի չի լինի, ինչ կարևոր է, թոշակառուն հաց կունենա ուտելու, ի վիճակի կլինի գնելու, չի լինի, ինչ կարևոր է, Թուրքիայից էլ ապրանք չթոնեն գա, խիա Թուրքիայից ապրանք գալի, ես Պարսկաստանից բերում եմ պլատ, թողեք Թուրքիայից էլ ապրանք չթոնեն գա, խիա Թուրքիայից ապրանք գալի, ես Պարսկաստանից բերում եմ պլասմաս, Շուշեղեն, Թուրքիայից բերում են հոբի, բերում են չեմ Փաշա բաղջե, թո չբերեն, թո Թուրքիայից էլ այդ ապրանքները չբերեն, խի են բերում, բայց եք մենակ բենզինին կպնում, կպեք այդ ապրանքներին, որ բալիս է բանից, Թուրքիայից, մեծ ծավալով մեր շուկայում պլասմա Շուշեղենը կարող եմ ասեմ 100%-ով թուրքիական է։ Խի եք թողնում գա։ Բողոքում եմ ես։ Բենզինի կողքին Շուշեղեն պլասմաս։ Բողոքում անկերებ։ Այդ ճիշտ է անում։ Փաստորեն ասում է՝ մի թողեք բերեք, եթե բերել եք ես պետք է առնեմ։ Ինքը չի բողոքում, որ ինքը սպառում է դա։ Իմիջիայլոց Թուրքիան ու Ադրբեջանը դա տարբեր պետություններ են։ Դու Թուրքիայում ռազմագերի չունես, Թուրքիան քո վրա չի հարձակվել։ Դու Թուրքիայդ ոչ մի խնդրեմ չունես մեծ հաշվով։ Թուրքիան այնտեղ իր համար Երևանի դրամատիկական թատրոն չի բացում, Երևանի նկատմամբ հավակնություններ չունի։ Սա ուղղակի իրան պետք է բենզին լցնել էժան։ Վերջ։ Քրտի պատճառ։ Անպայման պատճառ։ Բայց եթե մարդը չի ուզում անի, ինքը նույնիսկ պատճառ չանելու համար։ Հասկացաք, դրա պատճառով ասում Ղազիատ եք ուզում։ Բաղը գիտեք ինչ են ասելու։ Հա ինչ անեք մոլեն ընդ երկումը։ Հենա մեքենաների մեջից սաղոն այդ զռոցը գալիս է էլի։ Ինչ տարբերություն, sense գոնե օրիգինալը կլսեն։ Սուպեր սակոն դրա առաջի քարոզիչն է լինելու։ Պետք է ասի վերջապես ուստեքը եկան։ Մենք հիմա իրական երաժշտություն ենք լսելու։ Բա, թե չէ
Այդ կոմիտասի այդ ճմրթած այդ նոտաներում էր պետք, այ հեսա, օրիգինալը, եկան ուստեքը, հա, Մուղամի մասնագետները, առաջի գովազդողը ինքն անելու, որ պատկերացնում եք ինչ հերթ ա լինելու նամազների ժամանակ, վերջապես իրանց սրտով Մուղամ կլսեն, ես էլ են ասելու, Մուղամի դեմ եք պայքարում են, ամբողջ քաղաքը Մուղամա լսում են, ամեն ինչի պատասխանը կա, ամեն ինչի արդարացումը կա, մի քիչ որ առաջ եմ ընկնում, կա որ ցինիկա հնչում, բայց ով կպատկերացներ, որ ադրբեջանական բենզինը հայը կգնի ու սկսի արդարացնել իր դավաճանությունը։ Հենց որ մաշինկանի վրա մի զարմացեք։ Միշտեր ասպիսի երկրներ կան։ Ճապոնիա, որը արգելել է ուղղակի, արգելան կդրած, Իսրայելի անձնագրով որևէ տուրիստ այլ իր երկիր տեսնում։ Տուրիզմը Ճապոնիայի համար դա եկամտի աղբյուր է։ Բայց իր համար սկզբունքները շատ ավելի կարևոր են։ Ճապոնիան մեղադրում է Իսրայելին ցեղասպանության մեջ եւ արգելել այդ երկրի քաղաքացիներին մտնել իր երկիր։ Այդ անձնագրով, որտեղ դուք ցեղասպան երկիր եք։ Բայց եթե հայ լիներ, Ճապոնիայի վարչապետը պետք է ասեր, հիմա այդ ամեղ քաղաքացին ինչ կապ ունի, որ Նետանյահուն ցեղասպան է, ինչ կապ ունի, ոչ մի կապ չունի։ Ինձ այդ փող ապեք։ Ինչ է փոխվելու, եթե մի քանի հազար հոգու արգելեցի։ Հասկանում եք ինչ է նշանակում լինել մարդ սկզբունքային եւ լինել ուղղակի սատկած էշեն մանգալը է, որ նալերը պոկեն, հա, այն ձրի դագաղների մեջ մտողների այդ տարբերությունը զգում եք մարդու սկզբունքայինի եւ գենետիկական աղբի մեջ, այս տարբերությունը սա է։ Պուտինը պատրաստ է որոշ զիջումների գնալ։ Գիտեք, հետաքրքիր է, չէ՞ ընչում զիջում Պուտինի վերանից։ Ռուսաստանի նախագահը պետական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է տարածքային որոշ զիջումների գնալ։ Բացի Դոնբասից, գրում է Կրեմլի կողմից վերահսկվող կոմերսանտը, չմանրամասնելով, թե որ Վերջ, Դոնբասն Իրանն է։ Ինքը որոշակի զիջումների պատրաստ է գնալ։ Բացի Դոնբասից։ Արդեն Դոնբաս Իրանն է։ Տրամպի նման աջակցություն ունի նստած։ Սեփական ագենտ, սեփական, ինչ ասեմ, հսկողակ։ Ինչ ուզի կարող ասի։ Այս վիճակում թելադրողը ինքը չէ, Տրամպը եւ իր վիճակը։ Տարածքների մասին է խոսքը։ Ըստ թերթի, թեև դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան կայացած նիստը նվիրված էր անձնակազմի վերապատրաստման թեմային, սակայն նախագահն ամենից շատ խոսել է խաղաղության պլանի շուրջ, Միացյալ Նահանգների հետ բանակցությունների, դիրքորոշումների, Անկորիջի պայմանավորվածությունների մասին, նաև այն մասին, թե եվրոպացիների հետ բանակցություններից հետո ինչպես ամերիկացիները հրաժարվեցին իրենց որոշ առաջարկներից, ինչը թուլության նշան է որակել։ Վլադիմիր Պուտինը պնդում էր, որ ռուսական կողմը դեռ պատրաստ է անել այն զիջումները, որոնց համաձայնել է Անկորիջում։ Այլ կերպ ասած, նա խոսում է այն մասին, որ Դոնբասը մերն է լինելու։ Նա հայտարարեց, որ Կրամատորսկ, Կոնստանտինովսկ, Սլավյանսկ հանգույցի հարցը քննարկման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, հնարավոր է նաև ռուսական կողմից տարածքային մասնակի փոխանակում։ Կրեմլի ղեկավարը նաև անդրադարձել է ամենակնճռոտ հարցերից մեկին Զապորոժիայի ատոմակայանին, որն այժմ ռուսական վերահսկողության տակ է եւ որի շուրջ կողմերը չեն կարող։ Մի խոսքով, ինքը ուշադիր հետևում է, շատ լավ հասկանում է ինչ է կատարվում աշխարհում, ինչ կարգավիճակում է Զելենսկին, ինչ կարգավիճակում է Թրամպը, ու իրեն շատ պետք է արագ այս հարցը լուծի։ Ու նոր բաներն է դուրս եկել աջակցության եւ Ուկրաինայի աջակցության մասին Ամերիկայում։ Ուկրաինայի աջակցությունը իջել է։ Ընդամենը 41-42%-ն է կարծում, առաջ շատ ավելի մեծ էր թիվը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր է օգնել Ուկրաինային։ Մի այդքան էլ կարծում է, մի քիչ ավելի կարծում է, որ այլ պարտավոր չի եւ Ուկրաինան պետք է խաղաղության գնա որոշակի զիջումներով։ Այդ մասին գիտի։ Գիտի, որովհետեւ բերեցին հասցրեցին այս վիճակին։ Ընդ որում, սան բերեց հասցրեց Զելենսկին։ Ոչ թե
մենակ Թրամփը։ Թրամփը ուղղակի դե գործիք է, ընդհանրապես գործիք։ Բայց եթե Զելենսկին չլիներ կոռուպցիան էլ գողո ավազակ, իր ժողովրդի արյան վրա հաստատող, այսօր ամերիկացին եւ եվրոպացին չէր ասի, չէր իշնի այդ աջակցությունը։ Իսկ հիմա մտածում են մարդիկ, հələ մի վարքան։ Ես առողջական ապահովություն չեմ ստանում քո պատճառով։ Ես իմ աշխատանքը տալիս եմ քեզ, որ դու պատերազման ես, ոչ թե որ դու միլիարդներ կուտակես ինչ որ միտեղ։ Այն գնում է։ Այնպես որ այս ամենի գերագույն գլխավոր մեղավորը ոչ թե Թրամփն է, որ ընդհանրապես գործիք է, բութ գործիք, այլ Զելենսկին։ Ես մասին շատ լավ տեղյակ է բնականաբար։ Ցինը եւ շատ համտորեն օգտագործում է այս պահը։ Որտեղ հասկանում է, այս պահը կարճ է։ Մի քանի ամսից Թրամփը էլ հնարավորություն չի ունենալու այսքան օգնել իրան, որտեղ մեկն էլ պետք է լինելու, որ ինձ իրան օգնի։ Այնպես որ ու բանը ես չեմ բացառում, որ որոշակի զիջումներ գնալով այնուամենայնիվ կաշին ու զենափրկի Զելենսկին։ Կամ դա վաղուց պետք է հրաժարական տված լիներ, եթե իրոք ինքը ուզում էր Ուկրաինային օգնած լիներ։ Ասեց ես ճշմարտ տակ եմ, իմ վրա կամպրոմատներ կա, ես ունակ չեմ լավ գործարքի մեջ մտնելու հօգուտ Ուկրաինային, որովհետև իմ դիրքերը թույլ են։ Բայց նա քանի ամիսա չի անում դա։ Այսպես բան է իշխանությունը։ Իսկ Նետանյահուն ամեն ինչ անում է, ամեն ինչ անում է, հիմա էլ այս պահին էլ Ֆլորիդայում է, բանակցում է։ Թրամփին համոզում է, որ խփեն միասին Իրանին։ Համոզում է, որովհետև Իրան իշխանության մնալու համար նոր պատերազմներ են պետք, նոր զոհեր, նոր պատերազմ, նոր զոհեր, որովհետև հակառակ պարագայում ինքը կործանել ամբողջ տնտեսությունը։ Ոչ ամբողջական, բայց հսկալի վնասներ է կրում։ Այս 2 տարի արդեն, իսկ վերջի տարին շատ ավելի շատ։ Իրա քաղաքացիները արհամարված են աշխարհով մեկտեղ, երկրներ կամ փակ են իրան մուտքերը, միջոցառումներ կան Իսրայելը չի կարողանում մասնակցել։ Մի խոսքով, ռեյտինգի իմաստով, հեղինակության իմաստով Իսրայելի քաղաքացիները կորուստներ են ունեցել։ Ոչ միայն տնտեսական, այլ ռեյտինգի միջային իմաստով։ Հա, այլ նախկին ողջևորվածությունը, որ ամեն ինչ անենք Իսրայելի համար իրենց ցեղասպանությունից դժվար են, չկա, հակառակ խոսում են իր մասին որպես ցեղասպան երկիր։ Ինչ ասելու իր ժողովրդին, եթե ոչ նոր պատերազմ, որպեսզի մնա ամեն գնով իշխանության։ Ամեն գնով։ Սա այս կարգի մարդկանց իշխանության գինը, սա Պուտինի, Զելենսկու, Իլհամ Ալիևի, Փաշինյան Նիկոլի, մարդիկ են վճարում իրենց կյանքերով։ Հետաքրքիր է, ես չասեցի Էրդողանի մասին, որովհետև այս ցիրկուլում ինքը այս շրջանակներում միակ մարդը, որ պատերազմի մեջ չի, դա երևի ինքն է, բայց ինքն է դրանցից մեկն է, բայց ես իրան չեմ կարող բանի մեջ մեղադրել, որ իր գոյության միակ ձևը պատերազմն է, չէ՞, անում չկա գողանը։ Նիկոլ II-ը Միացյալ Նահանգները դարձել է իրական մակը, բա Նիկոլ II-ը չի։ Ասես մի բան էլ Նիկոլն է հայտնարարում, չէ՞, որ թոշակառուներն այսօր ամենաերջանիկն են ապրում։ Վերջի 500 տարվա մեջ հայ մարդը այսքան երջանիկ չի եղել։ Հիմա ըստ Նիկոլի Միացյալ Նահանգները դարձել է իրական միջազգային ազգային կազմակերպությունը, որը ամեն ինչ անում է բացառապես Իսրայելի թելազանքով եւ Իսրայելի համար։ Իրական մակը փաստորեն դա է։ Եվ իրանցիները հայտնում են, տեղեկացնում են, որ իրանց հակերները կարողացել են բարձրաստիճան Իսրայելի պաշտոնյաների հեռախոսները ջարդել եւ վերցնել այնքան ինֆորմացիա, չկան, որ իրենց պետք է։ Սա նախազգուշական հայտարարություններ են եւ զենքերի փորձարկումները, եւ այս կադրի հրապարակումները եւ ինֆորմացիոն արտահոսքերը, որ իրանք տիրապետում են ինֆորմացիայի, ունեն զենք, որ կանխազգել են իրենց վրա հարձակումը։ Սա այն երկիրն է, որ գերադասում է կանխազգել հարձակումը, քան դաժան պատասխան տա։ Սա այս երկիրն է, ասում է մի խփեք ինձ։ Ես ունեմ սա։ Եթե խփեք, ձեզ վիճակը վատ կլինի։ Բայց չի սպասում, որ իրեն խփեն, որ ինքը խփի։
Այս կարգի փիլիսոփայություն ունի Իրանյան ղեկավարությունը, տեղեկացնում է կանխարգելելու համար հարձակումը։ Այսօր հայկական մեդիայի հռչակավոր Նիկոլիսներից մեկը Ստյոպիկ Սաֆարյանը փայլուն ներշնչություն է դուրս տվել, որ պաստորեն մեր տարածաշրջանի 5 երկրները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ։ Գիտեք ովքեր? Ռուսաստանը, Ադրբեջանը, փաստորեն, Թուրքիան, փաստորեն, լրիվ անտի-Նիկոլա, Իրանը, Հայաստանի դեմ, եւ Վրաստանը։ Պատկերացնում եք։ Սա չգիտես որ կողմից մոտենաս, էլի, որ կողմից մոտենում ես, լպրծուն կեղտ, չես իմանում ինչ ասես, էլի։ Լավ, եթե ասենք դու իրոք բան ես, այդքան տեղավորված ես այդ հաստաղիկում, որ ոչի բան չես տենում, գոնե Ադրբեջանի պետք է չկպտեիր։ Ստես Նիկոլի սրտին ես կպել, էլի, սրտի լարերին ես կպել, ոչ թե ոստը։ Գոնե Թուրքիային չկպնեիր։ Իսկ եթե իրականության մասին ենք խոսում, դու ոնց ես Իրանին մեղադրում հիբրիդային պատերազմի մեջ մեր նկատմամբ կամ Վրաստանի։ Որովհետև այսօր ինձ հարց են տալ մեկ ինչու Վրաստանի հետ հարաբերություններ չունենք, ես ասացի, որովհետև հայկական ղեկավարությունները էս են բերել մեր դեմ, էս են բերել մեր դեմը դրել, էս հարաբերություններն են դրել, դրա համար էլ թվացել ամենաբարեկամական երկիրը, որ կարող է լինել Վրաստանը եւ Իրանը, այսօր չեն։ Մասնավորապես Վրաստանը, որ մենք համարը նույն կրոնն ունենք, որովհետև հարցն անեն վերաբերվում թե որքանով են կրոնները միավորում պետություններին, ես ասեցի, դա երբևէ միավորող մեծ գործոն չի եղել։ Ավելի մեծ գործոնը քաղաքական շահերը եւ տնտեսական շահերը, ոչ թե կրոնական, որովհետև եթե կրոնը լիներ, ամենաջերմ հարաբերությունների մեջ հայերը պետք է լինեն իրենց հարևան Վրաստանի հետ։ Բայց չենք, ինչի՞ Ստյոպիկ Սաֆարյաններ կա։ Պատկերացնում եք հիմա նստած Իրանում են լսում եւ Վրաստանում են լսում, որ Նիկոլի սրտի քարոզիչը պրոպագանդոնը ասում է, այդ երկրները իր նկատմամբ հիբրիդային պատերազմներ են ղեկավարում։ Կազմակերպում want Syria to be a fractured. The Israelis want Syria to be a fractured state. They want Lebanon to be a fractured state. What they want in Iran, we talk about the nuclear program, Մարս բասացում է ինչ է ուզում Իսրայելը, որ Սիրիան լինի փշրված պետություն, Լիբանանը լինի փշրված պետություն, Իրանը լինի այդպես բաժանված, մասնատված պետություն. nuclear enrichment program, and the argument is sometimes made that the principal goal, the only goal, is to go in and eliminate their nuclear capability. That's a lie. Well, it's just part of the story. You could call it a lie. What Ասում եմ, նրանք իհարկե հիմնավորում են, որ նրանց նպատակը այդ միջուկային ծրագիրը խափանելն է, բայց Թաքերը ասում է, դի սուտ է, ասում է, հա, բայց դրա տակ են ուզում, դրա տակ են էփում այդ սոուսը։ Ինչ է ասում Իսրայելը։ Բոլոր մեծ պետություններին կոյաշոտ մասնատել, փշրել իր համար ավելի ղեկավարին դարձնելու համար։ the Israelis want to do is they want to break Iran apart. They want to make it look like Syria, right? You want neighbors that are not powerful. You want them to be fractured. Jordan and Egypt, they have a different solution there. And what's happened is because those countries are economically back. Յորդանիան եւ Եգիպտոսի պարագայում այլ է, որովհետեւ այդ երկու երկրներն էլ կախված են ֆինանսապես Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում են դու պետքա լավ լինեք Իսրայելի հետ, հակառակ դեպքում դե ֆինանսավորումը կկտրվի։ Փաստորեն Ամերիկայի ֆինանսները հովանավորում են այդ երկրներին հոգուտ Իսրայել։ Բացում Ամերիկան Իսրայելի գաղութն է ծանոթում է։ Backwards. The United States gives them huge amounts of economic aid. I've noticed. Yeah. And that's done for a purpose. And anytime the Egyptians... And what's the purpose? Because anytime the Egyptians or the Jordanians get uppity about Israel, the United States reminds them, you better behave yourself because we have huge economic leverage over you. You have to be friendly to Israel. So Jordan and Egypt never caused the Israelis any problem. It sounds like our entire foreign policy, at least in the Western Hemisphere, is based on this one country. Well, ասում եմ, փաստորեն ամբողջ այդ քաղաքականությունը
Այդ մի երկրի վրա է հիմնված։ The Israelis never caused the Israelis any problem. It sounds like our entire foreign policy, at least in the Western Hemisphere, is based on this one country. Դա սա է իրականությունը։ Առայժմ սա է։ Դա չի նշանակում որ հավերժ դա է լինելու, բայց հիմա ինչ կա, մենք անկեղծ պետք է ասենք, որ այդպես էլ կա։ Ու դա մեր օգտին չի։ Մեր օգտին չի մի քանի պատճառներով։ Նախ որ մենք ազգային իշխանություն չունենք, որը կարողանա լեզու գտնի այդ երկրի հետ։ Երկրորդը Իսրայելի տնտեսական եւ ռազմական քաղաքական շահերը համակացեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Անդեմ Իրանի, ոչ թե անդեմ մեզ հաշվով, ավելի շատ անդեմ Իրանի։ Ուղղակի մենք այս պարագայում դառնում ենք սա խաղաղության առարկա։ Ադրբեջանի պետք է մեր օգտագործել մեր դեմ, էլի խնդրեմ չունի։ Բայց ես ասեմ, չեմ մտածում որ Իսրայելի նախագահը կամ հрьяաները գիշերցել եք մտածում են ոնց այնտեղ Թուրքիայի ձեռքով ավիրեն Հայաստանը։ Կարող է տենց է։ Ես չեմ ասում տես չի կարող լինել։ Ուղղակի ես մտածում շատ դա ուղղված է Իրանի դեմ։ Առանց բացառելով որ մենք էլ առանձնապես իրանց տենց ուժեղ եւ բան պետք չի։ Դրանց Հայաստանը այդ ուժը չունի որ եթե սպառնալի Իսրայելի։ Նո վերադառնանք տեսնենք մեր հայրենակիցները։ Քպական պատգամավորներից ասել են, որ ավելի հայրենասեր Քպական պատգամավորներից ասել են, որ ավելի հայրենասեր ու պետականամետ մարդ չեն ճանաչում, քան Նիկոլ Փաշինյանը։ Չի ասի, դե իրանց վարչապետն է, դրա համար տենց պետք է ասեն։ Բայց ոչ բոլորն են այդ կարծիքին, մանավանդ ժողովուրդը։ Շատ մեղմ ու համեստ պատասխանես, չէ։ Մանավանդ ժողովուրդը։ Այո, ինձ էլ է հետաքրքիր։ Իրական պատկերը ինձ էլ է շատ հետաքրքիր։ Այդ իրական ժողովուրդը ինչ է մտածում։ Եք որքան եք վճարելու առողջապահական ապահովագրության համար։ Ուրեմն ոչ տեղյակ եմ, ոչ էլ ուզում եմ տեղյակ լինեմ։ Այդ հրաման հանողներն էլ իրաց գախին կատարվի այդ բոլոր հրամանները ինչ որ կատարում են։ Որովհետև այդպես են ցանկանում։ Պատկերացնում եք։ Սրանք որոշել են որ այս պապիկը կուշտ ուտելու խնդիր ունի, կշտանալու խնդիր ունի։ Դեռ պետքա վճարի իրանց։ Ասում եմ դե ինչ որ որոշել եք, թող ձեր գլխին գա։ Լրիվ բարդացի է ասում։ Այսինքն պետությունը ասում է ոչ թե ես քեզ պարտավոր եմ պահել մինիմալ, այլ չէ դու պետք է վճարես։ Դու վճարես, ես միլիոններով ասում եմ նախարարները 6-ից 12 հազար է։ Պաշտքեվատրունները 6-ից 12 միլիոն կներեք 6-ից 12 միլիոն բաներ պաշտքեվավճարներ ստացել նոր տարվա դեմ այս մարդիկ գիտեն դրա մասին սա ինչ է եթե ոչ լկտիություն եթե ոչ ախորիշ բառեր կա էլի ավելի տիպուկ ուղղակի հաղորդման չի դրան չի նպաստում Համաձայն եք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժողովուրդն է ցանկանում։ Ինքը չի անում, ոչ մի բան էլ ինքը չի անում ժողովրդի։ Ինչ իր ախելքը բրթում է այն անում ավելի չէ։ Դե ասել, որ անում է այն, ինչ ժողովուրդը։ Ոչ, սուտ ասում։ Համաձայն եք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժողովուրդն է։ Ես որպես այդ անուն ազգանուն չեմ ասում, լոշտոյին եմ ասում։ Այն վաղ քուչեկն է կնգած իր համար, բայց այսօրվա դրության այդ 10,000 դրամ ինչ է իր ջեբից պակասում է, որ դա թոշակներ նոր տարի է գալիս։ Ամեն դեղս նայի, այս դեղը 4,500 է, 5 միլիմետր է, շաբաթ մի հատ, այդքան դեղ, 10,000 եղած ինչ է, որ ինքը չի ավելացնում։ Այն վաղ քուչեկն է կնգել իր համար, ոչ ամոթ ունի, ոչ էլ աբուր ունի, նստես հողերի վրա ոտեր գետին չի հասնի։ Այո։ Դե տեսնենք ձեր արձագանքը ոնց է լինելու ընտրությունների ժամանակ։ Ձեր վերաբերմունքը կարող եք արտահայտել միայն այդ ձևով։ Ուրիշ բան ես չեմ պատկերացնում, տարբերակ չեմ պատկերացնում հայրիչը։ Ես կարծում դուք պարտավոր եք դա արտահայտելու։
Լրիվ իրավունքը դրա ունեք։ Ինչպես ձեզ վերաբերվում են, դուք այդպես եք մարդուն պարտավոր վերաբերվում, գնահատել։ Ձեզ ցինիկ, սես կեղտոտ։ Հաղորդան վերջում ուզում եմ մեր մեծերից մեջ վերում անեմ։ Շիրազին հարցնում են, փող ու Համոսայանի տարբերությունը ո՞րն է։ Շիրազին են հարցնում։ Ասում են երկուսն էլ կտեսնենք ու կհավատանք Աստծուն։ Երկուսն էլ հավատում ենք։ Այս սովետի վաղ, սովետի ժամանակ։ Համոն գլուխը կախ, ես գլուխս բարձր պահած։ Ինքը հողի մեջ կեշտա, ես ամպի մեջ։ Իմ սիրտը հրաբուխով կճակի, համոյինը ամպրոպով։ Ես անձրևով կուլամ, համոն խոտի վրայի շաղով, այսքանը։ Նմանատիպ մի հարցեր տալիս են Սևակին, նա էլ խոսքը Համոսայանին ուղերով ասում է, դու շինականի որդի ես, քո խոսքը հոլովելն է, ես տերտերի թորը, իմ խոսքը պատառակն է։ Նայեք, մեր ժամանակակիցներն են մեծ հաշվով։ Եթե մի 30 տարի հետ գնանք, իհարկե Սևակը չէ, Սևակին ավելի շուտ սպանեցին, բայց մնացածին կտեսնեինք չէ գոնե։ Իսկ մեր ժամանակակիցներն են էլի։ Մենք մերն է էսի, այս գանձերը մերն են։ Մեր մեջ են ապրել, իրենք ժառանգներ ունեն, մեր ժողովուրդը տալիս է այդ արդյունքը, ինքը այս որակը կրողն է, այս մտքի, այս համեմատությունների, այս խորության, ու մեկ էլ այս ամեն ինչի ֆոնի մենք էլ իմանում ենք այս ժողովուրդը ծնել է ԿՊ։ Առաջացել է ԿՊ, չի ծնվել։ Բոլբոսը ո՞նց է առաջանում։ Այդպես։ Հիմա ես sense մտածում եմ ինքսի մեջ ամեն անգամ, ամեն օր, ամեն վայրկյան։ Ո՞նց կարող է մեր ազգը դա ծնել, ստեղծել։ Եթե այդ ազգը ստեղծել է Շիրազ, Սարյան, Սևակ, ո՞նց։ Մտածում եթե սա գենետիկական թյուրիմացություն է, որովհետև գիտեք, չէ՞, բնության մեջ ծնվում են, ասենք, 5 ոտանի, ասենք, կովեր, հա, կամ 3 ոտանի շունչ։ Այս անոմալիաներ լինում են, չէ՞։ Կարող է լինի նաև ԿՊ։ Ուրեմն դա պետք է ժամանակավոր լինի։ Եվ որպես կանոն այդ 5 ոտանի կովերն ու 3 ոտանի շունչը շուտ են սատկում, իրանք բնության հետ չեն կարողանում ադապտացվել, որովհետև իրենք անոմալիա են, անոմալ երևույթները կարճաժամկետ են ընդհանրապես։ Հիմա մտածում եմ, եթե իրոք ԿՊ-ն դա մի անոմալիա էր մեր տեսակի խառնվածքի համար, նա շուտ պիտի սատկի, շուտ պիտի վերանա, չի կարող աջակցություն ունենալ։ Դե ապրենք տեսնենք, սա անոմալիա է, թե մենք վերածվել ենք այդ բոլբոսի։ Ինձ համար ամենակարևոր խնդիրը այդ պարզելն է։ Դրանից հետո արդեն կարելի է նոր ռազմավարություն մշակել, ինչպես ապրել։ Այսօրվա համար այսքան։